հայ առաքելական եկեղեցու ինքնասառեցված այդպիսի տերմին էլ չկա, այդպիսի ձևաչափ էլ չկա առհասարակ, կարծես թե ինքնասառեցված տեր հոգևորական Բագրատ Գալստանյանը կվերածվեր քաղաքացի Վազգեն Գալստանյանի փիլոնազրկվելու արդյունքում։ Հայ առաքելական եկեղեցու բարձր հոգևոր դասը Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ սա դեռ մի բան էլ արդարացնում, այսինքն արդարացնում են մարդկանց պատերի տակ գյուլվելու տեսարանները, արդարացնում են մարդկանցով լի ավտոբուսները այրելու նախապատրաստական գործողությունները, արդարացնում են, որ առհասարակ կարող է հայ առաքելական եկեղեցու հոգևորականը նախաձեռնել եւ իրականացնել կամ նախապատրաստել քաղաքացիների սպանություն եւ terroristական գործողություններ։ Իրենց նպատակը սա է եղել։ Իսկ Մայրաթորը եւ Մայրաթորի որոշ շեղված, ինքնաշեղված, ինքնասառեցված հոգևորականներ ուղղակի գործիքի դեր են ստանձնել այդ աշխատանքը կատարելու մեջ։ Մերօրյա Ուսամա Բեն Լադենի դերը իր վրա ստանձնել էր Վազգեն Գալստանյանը։ Ես նրանց կանվանեմ տասովչիկներ, միջին վիճակագրական տասովչիկ, անհամարժեք մեղմ վերաբերմունք այն մարդկանց նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում մեր հայրենակիցներին գյուլելու եւ քեշով այդ գյուլված արունը, թափված արունը առնելու ծրագրեր են գեներացնում, շատ մեղմ է։ Իր արտահայտություններում շատ զգուշ լինի, որովհետեւ տերրորիզմը նոր հոկտեմբերի 27 արդարացնելը որևէ արդարացում չունի եւ նախ թե կենթարկվեն հանրային պարսավանքի, թե նաեւ իրավապահների բիրտ ուժի կիրառման ականատեսը կլինեն։ Պատրաստվում է, չգիտեմ, հասարակական տրանսպորտում ողջ մարդկանց այրել, քաոս ստեղծել այս երկրի մեջ հանուն նրա, որ ինքը իր աշխարհակաղակական կենտրոնների ու տերերի ցուցումով գա իշխանության կամ այստեղ իշխանություն փոխի։ Սա հայի տականք տեսակն է։ Հիմա Փարաջայա հակը թե Խաչավզին, գիտեք, իրավիճակի վրա որևէ ազդեցություն չի թողում։ Եկեղեցուց դուրս գալով գնալ մերօրյա Ուսամա Բեն Լադեն խաղալով։